Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը։ Ազգային կարևորագույն տոներից մեկը, որը խորհրդանշում է 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումը։ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հանրապետության օրվա նվիրված զորահանդես, որին հետևել է մեր թղթակից Ասպրամ Ավանեսյանը։ Մենք այժմ գտնվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ քիչ հետո կմեկնարկի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը։ Հրապարակում հավաքված են հարյուրավոր քաղաքացիներ, պաշտոնյաներ, հյուրեր, մասնակցելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված զորահանդեսին եւ տոնական միջոցառումներին։ Տարածքում ուժեղացված է անվտանգությունը, հրապարակը զարդարված է պետական խորհրդանիշներով, իսկ մարդկանց հոսքը դեռ շարունակվում է։ Պետական դրոշի, զինված ուժերի, մարտական դրոշի և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան, Աշոտ Երկաթի Սուրբ խաչի ներքով։ Զորահանդեսը միանշանակ չի ընդունվել։ Հասարակության մի մասը ողջունում է միջոցառման կազմակերպումը, մյուս մասը կարծում է, որ Հայաստանի օկուպացված տարածքների ֆոնին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում կրած պարտությունից 6, Լեռնային Ղարաբաղի կորստից 3 տարի անց զորահանդեսի կազմակերպումն այդքան էլ տեղին չէ։ Հրապարակում հավաքվածները եկել են տեսնելու այն ռազմական տեխնիկան, որը գնվել է վերջին տարիներին։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզանից ոչ մեկին չենք գերադասում, բայց մենք փոքր երկիր ենք, բայց ունենք այսպիսի բանակ եւ օրեցօր ավելի աճելու է։ Շատ լավ ցուցանիշ է սա, որպեսզի հասկանանք, որ մենք գնում ենք դեպի խաղաղություն, դեպի ամբից երկինք եւ մեր Հայաստանը օրեցօր ամրանում է։ Մենք Արարատի կորուստել ենք ունեցել, ճիշտ է, չենք ապրել, իսկ ո՞նց անենք, անընդհատ սքանք, պիտի նա պահենք, նա հիշենք, այդ հիշողությունը պահենք ու ապրենք, ու նա պահելով հիշողության մասին խոսքն է, ապրենք, զարգանանք, բարգավաճենք։ Իմ թոռնիկիս հայրն էլ է զոհվել պատերազմում, մենք նրա մասին հիշողությունը պահում ենք, վառ ենք պահում, բայց ո՞նց անենք, իր հետևից չենք գնա հասնենք, ավելի լավ չի, այդ թոռնիկին պահենք, մեծացնենք ու այս երկիրը ծաղկացնելու մասին Շատերի համար զորահանդեսը ոչ միայն խորհրդանշական միջոցառում էր, այլ նաև հնարավորություն տեսնելու բանակի արդիականացումը, պետության պաշտպանական ներուժը եւ թե որտեղ են ծախսվել պետական բյուջեն ու արտաքին վարկերն ու պարտքերը։ Ինչքանով եք կարևորում նման զորահանդեսի կազմակերպումը հենց այս ժամանակաշրջանում Հայաստանում։ Շատ կարևոր է։ Դրական առումով, իհարկե։ Ինչով է կարևոր։ Մեր զինված ուժերն են ներկայացնում, մեր պետությունն է ներկայացնում, որ կարծում եմ ազգաբնակության համար շատ կարևոր է ու շատ տեղին է։ Անկամ օրը ընտրված։ Զինված ուժերը արդիականացվել է տեխնիկան, ցուցադրում են ժողովուրդը տեսնի, ինչ կա նորություններ, ինչ է գնել պետությունը, գումարները որտեղ են ծախսվել, պետությունը ինչքան հազորացել։ Ամեն դեպքում ինչ էլ որ լինի, պետք է լինի, որովհետև մեր երկիրը այն բացառիկ երկրներից մեկն է, որ շատ ուժեղ է եւ հզոր պետություն է։ Անկախ ամեն ինչից, շատ կարևորում եմ, որ պետք է լինի մեր զինվորների, մեր հայերի, մեր բոլոր հայերի համար։ Շատ հպարտ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, մեր ազատ անկախ Հայաստանում։ հպարտության զգացողություն է սա, որ բանակ կա, որ պաշտպան կա, որ զենք կա, որ քո մասին հոգ տանող կա, շատ կարևոր բան է։ Զինտեխնիկայի ցուցադրությունը հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել երիտասարդների շրջանում։ Նրանցից շատերի համար այն նաև ծառայության նկատմամբ մոտիվացիա է ձևավորել։ Ձեր ծառայելու տարիքն է արդեն, ուզում եք ծառայել։ Երբ տեսնում ես տեխնիկան, ավելի շատ եմ ուզում ծառայեմ։ Ծառայել եք։ Չեմ ծառայել, բայց կուզենայի ծառայել։ Ոչ միայն ծառայության զինտեխնիկայի համար, ընդհանրապես կուզենայի ծառայել, որպես մարդ կուզենայի ծառայել։
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը մոտենում է ավարտին։ Քաղաքացիները նշում էին, որ մայիսի 28-ը նախ եւ առաջ պետականության, անկախության, պատմական հիշողության օր է։ Միևնույն ժամանակ վերջին տարիների պատերազմներն ու տարածաշրջանային զարգացումները շարունակում են ազդել նման միջոցառումների ընկալման վրա, դրանք դարձնելով հանրային քննարկման թեմա։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան, Հանրապետության հրապարակ։ Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II շեշտել է, որ ներկա բարդ ժամանակներում արտաքին եւ ներքին մարտահրավերներին հանդիման պետք է միաբանվել, միասնաբար հզորացնել պետությունը, ծաղկուն ու շեն դարձնել համայն հայոց կյանքը։ Կենաց մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները հաղթանակ տարան եւ սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Միջազգային ինչ դրության պայմաններում ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը եւ ինչ դասեր պետք է քաղել դրա անկումից։ Հարցերի շուրջ կզրուցենք պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Համո Սուքասյանի հետ։ Պարոն Սուքասյան, ինչ պայմաններում ձևավորվեց առաջին հանրապետությունը, ինչպիսին էր միջազգային դրությունը եւ ինչ իրավիճակ էր Հայաստանում այդ ժամանակ։ Հայաստանի առաջին հանրապետությունը ձևավորվեց քաղաքական բարդ իրադարձությունների պայմաններում եւ դրանց ամենաառանցքային հանգամանքը, որ այդ ժամանակ ամբողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում եւ Ասիայում գոյություն ուներ, դա առաջին համաշխարհային պատերազմն էր։ Հայաստանի հանրապետությունը ձևավորվեց պատերազմական գործողությունների պայմաններում եւ պատերազմի վերջնափուլում։ Հայաստանի անկախացմանը նպաստեցին մի քանի հանգամանքներ։ Ամենաառաջինը հայերի ձգտումն էր, որ մի քանի հարյուրամյակ պայքարում էին, որպեսզի ինքնուրույնություն, անկախ պետականություն ունենային։ Սա առաջնային պատճառներից մեկն էր եւ հանգամանքներից մեկն էր, որ մեծ ազդեցություն ունեցավ անկախ պետականության ստեղծման եւ կայացման հանգամանքի վրա։ Մյուսը ժամանակի հանգամանքներն են եւ առաջի աշխարհամարտի վերջնամասում տեր ունեցավ ռուսական կայսրության տարածքում շատ հայտնի մի իրադարձություն, դա ինքնակալության կամ ցարական վարչակարգի տապալումներ, որին հաջորդեցին դեմոկրատական շարժումները ոչ ռուսական կայսրության տարածքում, այդ թվում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ այս քաղաքականությունը բերեց հանգեցրեց նրան, որ 1917 թվականի հոկտեմբերին էլ Ռուսաստան մի նոր հեղափոխություն կամ հեղաշրջում տեղի ունեցավ բոլշևիկների կողմից եւ դրանից հետո ռուսական կայսրության նախկին ծայրամասերը, այդ թվում Անդրկովկասը, անջատվեցին փաստացի Ռուսաստանի կենտրոնից եւ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի անկախ պետականություն հիմնվի։ Մյուս հանգամանքը, որ այդ ժամանակ առանցքային նշանակություն ուներ, դա թուրքական զորքերի արշավանքներ դեպի Անդրկովկաս եւ Արևելյան Հայաստան, ինչպես հայտնի առաջի աշխարհամարտի սկզբնափուլում ռուսական զորամասերը եւ նաեւ հայ կամավորներ ազատագրել էին Արևմտյան Հայաստանի հիմնական մասերը Օսմանյան կայսրությունից եւ մենք տեսնում ենք, որ 1918 թվականին թուրքական զորքերը սկսում են իրենց արշավանքները եւ հայկական զորամասերը չեն կարողանում դիմագրավել թուրքական մեծաքանակ զորքերին եւ մեկը մյուսի հետևից տեսնում ենք նահանջող եւ անկում ապրող քաղաքներ եւ տարբեր այլ բնակավայրեր եւ արդյունքում 1918 թվականի մայիսին, այսինքն այս օրերին 108 տարի առաջ Արարատյան դաշտավայրում եւ շրջակայքում տեղ են ունենում ճակատագրական մարտեր Սարդարապատում, Բաշապարում եւ Ղարաքիլիսայում հայկական զորամասերը կարողանում են կանգնեցնել թուրքական մեծաքանակ ուժերին։ Եվ այս իրադարձությունների ընթացքում նաև տեղի են ունենում նաև դիվանագիտական բանակցություններ Օսմանյան թուրքական կառավարության եւ Անդրկովկասի 3 հիմնական ժողովուրդների՝ հայերի, վրացիների, Կովկասի մուսուլմանների կամ ադրբեջանցիների միջև։ Այսինքն այս բանակցությունները բերեցին հանգեցրեցին նրան, որ արդեն 1918 թվականի հունիսի 4-ին կողմերի միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր։ Հունիսի 4-ին Օսմանյան կառավարությունը պայմանագրեր ստորագրեց Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ։ Եվ սրան բայց նախորդել էր
նշյալ 3 փոքր պետությունների անկախության հռչակումը։ 1918 թվականի մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան Սեյմը, որ միավորում էր Անդրկովկասի 3 հիմնական ժողովուրդներին՝ վրացիներին, հայերին եւ ադրբեջանցիներին, եւ դրանից հետո տեղ ունեցավ մայիսի 26-ին Վրաստանի անկախությունը, մայիսի 28-ին Ադրբեջանի անկախություն եւ նույն օրը մայիսի 28-ին նման քայլ նախաձեռնեց նաեւ Թիֆլիսում տեղակայված Հայոց ազգային խորհուրդը։ Ինչ դասեր պետք է քաղել Առաջին հանրապետության այդ կարճատև գոյության տարիներից եւ նաեւ անկումից։ Առաջին հանրապետության օրինակը նրանով է նաեւ կարեւոր եւ առանցքային, որ մենք տեսնում ենք, որ մենք Հայաստանում ստեղծվեց հարյուրամյակների ընդհատումից հետո անկախ պետություն եւ հանրապետություն, այսինքն դեմոկրատական տիպի պետություն։ Այսինքն ամենամեծ դասերից մեկը, որ առաջին հանրությունից մենք պիտի վերցնենք եւ ժառանգենք, դա ժողովրդավարական ավանդույթների հիմնավորումն ու խորացումն է, որ անչափ կարեւոր է նաեւ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների համար եւ այսօր եւ վստահ եմ նաեւ ապագայում։ Եվ անկումից ինչ դասեր պետք է քաղել, ինչի հետևանքով դա տեղի ունեցավ ի վերջո։ Հայաստանի առաջնության անկումը ման հիմնական պատճառը արտաքին միջամտությունն էր, երբ որ Խորհրդային Ռուսաստանը արդեն վերադարձավ Անդրկովկաս 1920 թվականի գարնանը եւ իրար հետևից սկզբում Ադրբեջանը 1920 թվականի ապրիլին, 1920 թվականի դեկտեմբերին Հայաստանը, իսկ 1921-ի փետրվարին Վրաստանը խորհրդայնացան, այսինքն դարձան խորհրդային համակարգի մի մասը եւ կորցրեցին իրենց քաղաքական անկախությունը։ Բայց մի կարևոր հանգամանք պիտի շեշտել, որ այնքան խորն էր նստած անդրկովկասցիների շրջանում, նաեւ ռուսական կայսրության մյուս ծայրամասերի ժողովուրդների շրջանում անկախության, պետության, պետականության գաղափարը, որ խորհրդային իշխանության պայմաններում նույնիսկ փորձ չարվեց այս ժողովուրդների պետականության հանգամանքը լրիվ արտեսել եւ իրենք որպես միութենական հանրապետություններ, իբրև ինքնավար կազմավորումներ փաստացի մտան խորհրդային միության կազմի մեջ։ Այսինքն եղած այդ անկախական գաղափարը, որ այդ 2 տարվա ընթացքում Անդրկովկասի 3 ժողովուրդների նաեւ հատկապես հայերի շրջանում լայն տարածում էր գտել, հետագայում պահպանվեց տարբեր վերափոխումներով եւ հասավ մինչեւ 1980-ականների վերջ, 90-ականների սկիզբ եւ այդ գաղափարների արդյունքում էր, որ հիմք դրվեց հայկական պետականության եւ ոչ պատականորեն նոր անկախ Հայաստանի պետական խորհրդանիշները առաջին հանրապետությունից է վերցրած եւ դրոշը եւ զինանշանը եւ օրհներգը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հրաշալի բարեկամ եւ առաջնորդ է, իր երկիրը հզոր, հարուստ եւ շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի համար խաղաղության եւ բարգավաճման իմ տեսլականը։ Թրամփը նշել է, որ շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կազդարարեն հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղիղ շինարարական աշխատանքների մեկնարկը, որը կվերափոխի Հարավային Կովկասը, ինչպես նաեւ կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Այս պատճառով էլ նա իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին, շեշտելով, որ նրա աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնեն։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար։ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել լրագրողների հետ զրույցում։ Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել եւ մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս առաջին անգամ Լեհաստանի եւ Միացյալ Թագավորության միջև պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համաձայնագիր է ստորագրվել։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնում ստորագրել են Լեհաստանի եւ Միացյալ Թագավորության միջև անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործընկերության նոր համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է սերտ համագործակցություն պաշտպանության, կիբերանվտանգության եւ ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղղություններով։ Կողմերը նաեւ պայմանավորվել են համատեղ զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաներ եւ պաշտպանական համակարգեր, ինչպես նաեւ անցկացնել լայնածավալ ռազմական զորավարժություններ։ Լեհաստանի Կրակով քաղաքից մեկնարկեց հայկական Նեմրա ռոք խմբի եվրոպական շրջագայությունը։ Իմ գործընկեր Նունե Գևորգյանն է ներկա գտնվել համերգին, զրուցել խմբի անդամների եւ հանդիսատեսի հետ։ Նեմրա ռոք խմբի եվրոպական շրջագայությունը մեկնարկել է Լեհաստանում։ Կրակովում համերգը մարդաշատ է։ Հայ համայնքի ներկայացուցիչները եկել են վայել են տարվա լավագույն ռոք խմբի Նեմրայի կատարումները։ Անցնում է շատ ջերմ, հանդիսատեսը ինձ թվում է շատ գոհ է լինելու վերջում։ Հիասքանչ խմբի, հիասքանչ համերգ, լի շատ լավ էմոցիաներով։ Մենք եկել ենք Ռիգայից եւ ուղակի հիացած ենք եւ շատ ուրախ ենք, որ դիմել ենք այդ քալին։ Հիասքանչ համերգ։ Համերգի ավարտին խմբի անդամների հետ զրուցեցինք ոչ միայն եվրոպական շրջագայության, այլև նրանց ստեղծագործական գործունեության եւ Հայաստանում եւ աշխարհում ռոք երաժշտության պահանջարկի մասին։ Մեր խմբի պատմության մեջ ոչինչ մենք ինքներս չենք ընտրել, այլ այդ ամեն ինչն է ընտրել մեզ, թե երաժշտության ոճը, թե երգերը ինքնըստինքյան են գրվել, բայց չենք զարմանում, որովհետեւ ամբողջովին մենք արմատներով հայ ենք ու ամբողջովին զգում ենք հայկական մշակույթը, իսկական հայկական մշակույթը, ոչ թե այն, ինչը հիմա վաճառվում է հատկապես Սփյուռքում։ Մենք միշտ ուզում էինք, որ հայկական երգերը, հատկապես ժողովրդական երգերը մեր մոտեցմամբ լինի, որպեսզի եթե մի օր դառնանք միջազգային խումբ, շրջենք աշխարհով մեր անգլերեն երգերով, անպայման ներկայացնենք նաև մեր արմատները, մեր ազգային երգերը։ Այսպիսի համերգներ իհարկե շատ են պետք հայ արտիստներին, որպեսզի գան ոչ միայն հայ արտիստներին, այլ դրսում ապրող մեր հայրենակիցներին, որ գան նվագեն, այստեղ ապրող մեր հայրենակիցներն էլ ծանոթանան, որ այդպիսի արտիստներ կան, խմբեր կան ու նաև գնալով ճաշակային փոփոխություն կլինի։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։